Այսօր իմ չսիրված օրերից մեկն է։ Լիլիթի հետ պետք է գնամ գնումների, բայց ես ոնց որ թե գտել եմ լուծումը։ Այսօր միասին կպատրաստենք գաղտնի սենյակ աղբամանում։ Ներսում կտեղադրենք մեր համակարգիչը եւ այն ամենը, ինչը սենյակը կդարձնի ել ավելի հարմարավետ։ Եվ վերջապես կվայելենք մեր ազատորը սիրված խաղերով։ Մեր աղբամանը հասավ։ Ինչով է տարբերում Տեսլայից, ոչ է։ Օրես ինչ է մեծ է իմ մորե։ Մի սենյականոց չէ, 3 սենյականոց կվարտիրա է։ Եմ որոշել, որ ներսում պետք է լինի աղբամանը, որովհետև մենք այս աղբամանից ունեցել ենք։ Այս էբի մի ամիս ու կես առաջ, բայց հիմա չկա։ Հիմա որ այս աղբամանը դնենք ստեղ, եթե կմտածի, որ հետ ենք բերել ուղղակի այն աղբամանը, չի մտածի, որ ըստեղ Արսենի սենյակն է։ Արա սրա մեջ որ նստեմ կքշես ինձ։ Հիշի սոներ է։ Շապը գնացինք։ Ես քեզ օգնում եմ։ Հոպ, լավ ապ է։ Այդ որ բերեցի, դե պետքա դնենք։ Առաջ ընդ է եղել, ապ է, այն դե պետքա տա։ Այս աչ։ Չո, մի կպել դու։ Մեր աղբամանի տեղը որոշված է։ Այսօր աննախադեպ օր է։ Այսօր շոփինգի օր է։ Ու ես որոշել եմ, որ պետքա վիդեո նկարենք։ Դրա համար մեզ պետք էր օպերատոր ու Արսենը։ Բայց չեք տեսնում իմ վրա թերություն։ Տենում եք, չէ՞։ Մեր մայկաներով չեմ։ Պետքա գնանք մայկա առնենք, որովհետև իմը կեղտոտվել էր ու չեմ հասցրել Լևանամ։ Հոմել էսրոնով շոկ է, մեր մայկաներով հովա։ Գնացինք։ Շոփինգը արդեն սկսել եմ, բայց առանց Արսենի։ Հիմա ժամանակն է գնալու մեր սենյակի համար աքսեսուարները արդեն։ Ինչ որ մի բան անենք, որը էս ոչ թե ասոցացվի որպես աղբաման, այլ իսկական բնակարան։ Ես այսօր դրանով կզբաղվեմ, հանգիստ եղեք։ Գնում ենք շինանյութ։ Ոնց գիտեք, արդեն մեր շապիկները վաճառվում են միայն Ջերսի Արմենիայում, որի հասցեն Արշակունյանց 24/2 է։ Բարեբախտաբար մենք շատ մոտիկ ենք այդ հասցեին ու հիմա սլանում ենք այնտեղ, դրանից հետո արդեն Արսենի մոտ։ Այսօր Արսենը չգիտի իրան ինչ էր սպասվում։ Այս կարող լիներ Արսենի ամենավատ օրը։ Այ տենց տանջելու եմ։ Մնաս դիմանա։ Տենանք ինչքան է ձգելու։ Ուրեմն մենք հենց հիմա գտնում ենք շինանյութի խանութում, որտեղից կարող ենք գնել այն ամենը, ինչ որ մեզ պետք է մեր գաղտնի սենյակը պատրաստելու համար։ Մեզ պետք է աբոյներ, որ պատերը գեղեցիկ լինի, հոսովորական այդ պատերը չենք թողելու, մեզ պետք է ինչ-որ փափուկ հատակ, մեզ պետք է նստարան, համակարգիչը դնելու համար հարմարանքներ, որ կաննամ խաղամ։ Մեր սենյակը իհարկե 1 քառակուսի մետր է կազմում, բայց մի բան կանենք, որ դառնա իդեալական տուն դաշը։ Արա ես չգիտեմ ոնց են կպցնելու այդ պաստառները, եթե անկեղծ մեր պատերին, Արսեն շինարարը միշտ պատրաստ է ամեն ինչ կատարելու, որ իդեալական լինի ուղղակի։ Ու եթե Լիլիթը բացայտես պատաբար մեր տեղը, ստիպված գնալու եմ շոփինգի այսօր իր հետ։ Որ պաստառը ընտրենք Արմեն ջան, որ մեզ կոմֆորտ լինի, կարաս ասես։ Զվանապես որ սիրուն լինի։ Էսի։ Արա իմ աշկն լա սրա վրա, բայց էսի մի քիչ մուք է, մի քիչ բաց բեք, չի որ սենց մեջը էներգիա լինի, հասկանում ես։ Սիրուն չլինի, վառ չլինի, օրը 10 մետր, օրը, էսի 3 հատ սենյակ կարաս իմ ուզած սենյակից կարող սարքեմ։ Ես գիտեք ոնց եմ ուզում, որ 3 պատը նույն ձև լինի, իսկ մեկը դիզայներական պատ լինի, որտեղ եւ տեղադրվելու է մեր համակարգչի էկրանը։ Թե էսի, այս ենք վերցնում ապա։ Էսի սիրուն աբոյա։ Էսի դնում ենք տեղը։ Հա, 100% արա։ Իրար հետ խոսում է, չէ՞ գույները։ Ոբիշ ջիղո։ 12 ժամվա համար էս էլ է երիկ։ Գտնվում ենք արդեն Ջերսիում, այն Փեթակի խաչմերուկն է, այս Ջերսի Արմենիան է։ Սենց սպիտակ սիրուն շենք է, որ գաք կտեսնեք։ Եկեք գնանք ու մեր մայկան փոխենք, շատ շոկ արդեն։ Ստեղ սիրուն գնդակներ էլ աշարած, որ գաք տենալու եք անպայման։ Ուրեմն պետք է նենց անենք, որ մեր սենյակը այն տեսք ունենա, որ մարդիկ նայեն, ասեն վաու։ Մի հատ սենյակից համար կլայքեք այս վիդեոն պարտադիր։ Հարավ ձեզ, մի բան հարցնեմ, էլի, սրա օրինակի համար այս չափով ունեք, որ լենքը սենց չէ։ Օրինակի համար սենց կես մետր։ Մի մետրը մեզ հերիք է, մի մետրը մեզ փուլ է, հա։ Որ էդ անենք։ Ես ինչքան է պետք։ Մի մետր։ 20900 դրամ։ 1 մետր, լայնքը 1.20։ Աչա, արցի։ Առաջ այդքան դնենք ինչ լինի սենյակ։ Հեսա մենք ճիշտ որոշումներ կկայացնենք։ Գնացել եմ թանգարանոց պոլեմ։ Բայց պետք է մի քառակուս, 2 քառակուսի մետր ամենաշատը։ Տենց կարա։ Իրար մի քանի հատ դնեցի։ 3 հատ իդեալական է այս հանցից։ Всё, այո, լուծումը գտանք։ Հա? Ինքը չի։ Ինքն արա։ Հատակ է, հարցը լուծած է։ Բարև ձեզ։ Այս դուստերս։ Արի։ Մեր գեղեցկուհիները, ավելի ճիշտ Արսենի գեղեցիկը, իմ գեղեցկուհին։ Հիմա գտնում ենք մեր չափը։ Այս չի լինի շատ պուճուր է, այս մի քիչ է պուճուր։ Այ, հես է իմ չափը։ Կնեք մի բան ասեմ, երկասմա շնուրն է որտեղ է։ Ուրեմն, այս էլ մեր երկասմա շնուրն է։ 5 մետր։ Այս է իդեալական է։ Գնացում։ Հոպ։
Աչնիկ էլ կա։ Էլին սենյակ առանց աչնիկ։ Հիմա մեզ գիտեք ինչա պետք, լեդա պետք, որ սենց վերևով քաշեմ ինքը սիրուն լինի, ջոգիր։ Եկեք գնանք լեդը ճարենք։ Այսա սովորական շտեպցել ես միանում է։ Իդեալական 5 մետրը թույն է։ Լեդի հարցն եղավ, այսի կապուտ լեդը սենց վերևով պատկերացրա։ Օրը սենյակներ, օրը սենյակ չորը սենյակներ, օրը։ Գնացինք վենտիլատոր գտնելու։ Էս արա, այսի կփչի, կհովանանք։ Արա ես արդեն պատկերացնում եմ մեր սենյակի տեսքը ուղղակի բոմբա լինելու։ Քանի որ աբոյը չեն կանալ նորմալ կպցնենք։ Մեզ պետք է ինքնակպչուն, որ կպցնենք, ու աբոյը վրան կպցնենք։ Իսկ կարող սկոչ վերցնեմ, ինքնակպչուն չվերցնեմ, այս սկոչ վերցնում, սկոչ ենք սենց տարբեր տեսակներ վերցնենք, որ հանկարծ աբոյի եթե չպայի, ուրիշ տեսակով փորձենք։ Արա ես եմ մտածում հեսա։ Ոչինչ, թող չօգտագործեմ, բայց ժամը լինի, հա։ Գազան ժամը, չէ՞։ Մեր գնումները ստեղից ավարտեցինք։ Գնացինք ինժեներական գործերի, ինժեներական։ Ամեն ինչ պատրաստ է։ Դու ամեն ինչ ասելով որ է, առևտուրը սա էս ապրանքներ կա, մնացել է ստեղծենք մեր գախնի սենյակը։ Ուրեմն ամենասկզբից մենք պետք է սկսենք մեր աբոյներից։ Աբոյները ինչպես հիշում եք, 1, 2, 3 պատերը անում ենք այս գույնով, այս աբոյով անում ենք գլխավոր էկրանի պատը։ 14-ից 16-ն է։ Իմ հակով է լրիվ, դե ես մի քիչ պուճուր եմ, ովքեր ինձ տեսել են գիտեն։ 1, 2, 3 Հոպա, մենք արդեն պատրաստ ենք։ Համել մոռացած եմ, Երևանում ու մարզերում ունենք առաքումներ։ Նենց որ որտեղից ուզում ես կարաս պատվիրես, շատ հարմար է։ Այ հիմա մենք պատրաստ ենք։ Ուղևորվեցինք Արսենի հետևից։ Արի։ Մեր պատիկես ինչպես տեսնում եք պատրաստ է։ Հլնակից սիրուն է կպցնում Արսենը։ Ոնց կարա խոսքը գնա կլեի մասին, եթե կա սկոչ։ Արա սկոչը փրկելու է այս աշխարհը, ես ձեզ լուրջ եմ ասում։ Աբոյշիկ Արսեն։ Հեսա կմերրեմ, ես լավա վինտիլատոր ենք վերցրել, պրկինց, կող է շինայությունը թագեն գրանք տուն, ես տուն ունեմ, բայց ետի գախնի չէ, մեզ պետք է գախնի, ես չեմ ուզում այսօր շոպինգի գնամ, ես այսօր ուզում եմ ամբողջ համացանցին հայտնի պաղկվոցի խաղը խաղամ համակարգչով, ոչ թե գնամ ինչ-որ շոպինգի, օրից եթե շինայությունը շարունակեմ այս հովին, հետո կբերենք այս շոկ տեղը, 100% չէ, ճո, հիմքի տեղը փոխում ենք, բերում ենք հովին, այստե, տորմուտ Աբա, ստե ինչ-որ չապ գոնե հովա։ Այս աբոյից մենք ավարտեցինք, մենք մեր գլխավոր պատը ունենք, այս պատերն է, այս գույնն ալում։ Լավ է, չէ՞։ Ինչ-որ չապ ենք վերցնում ու կտրում ենք մի 6 հատ։ Մեր առաջին պատը օրինակի համար գալիս է հասնում է այստեղ։ Ուստեցը կտրում ենք, սա ինձ կրկնում ենք 6 հատ։ Կրում հելում դուրսը կտրեմ, ստե շոկա։ Так։ Յոթ հատ աբոյ ունենք։ Օրի մոյլը պետք է գնամ ընդ կպցնեմ։ Իսկ դուք ընկերներ, կնախընտրեք այս շոքին գնեք շոպինգի, թե գախնի սենյակ սարքեք, որ խաղ խաղեք։ Ես նախընտրել եմ գախնի սենյակը, որտեվ շոպինգի հավես չունեմ։ Հիմքի փոփոխություն, ստեղ շոքա։ Չա, այստեղ ենք կպցնում մի հատիկը։ Արա չեմ հավատում մի քանի ժամից էսի լինելու է իմ խաղային գազան անկյունը։ Հիմա մնաց վերջի հետևի մեր պատը։ Դուք պատկերացնում եք էսի բիլիմետրոն դրված է կենտրոնում օրինակ, որ ես մեջը խաղում, մեկը գայիս է բացում, մեկը տենում է էսի գեյմինգ ռումը։ Մեր գախնի սենյակի պատերը պատրաստ են։ Ուղղակի բոմբություն։ Արա Լիլիթը որ էսի կողքից տենը չել կարող պատկերացնի որ գախնի սենյակ է։ Ինչ ազեր բոմբություն չի։ Ուրեմն եկել է մեր հատակի պահ։ Հիմա կազմակերպում ենք հատակը, որ արդեն ինչ-որ նմանվի սենյակի, հասկանում եք։ Այսի եթե օգտագործելու ենք որպես համակարգչի պատ, մեզ խալին պետք է հետևը լինի։ Օրեսի սիրունը լինում արա։ Արա, խիմ ես սենց անում, ըստե ես աթոռ ունեմ դնելու։ Աթոռը տեղավորում ենք ստեղ։ Օրես ինչ բարձր է լինում մեր աթոռը։ Փակի Արմեն տենան կարում ենք մի բան գոնե մեջը տեղավորենք։ Օրես ինչա։ Բայց հարմար է։ Հլնեք ես նստած եմ, համակարգիչ եմ խաղում, ու իդեալական տեղավորվում եմ։ Ապես շատ հարմար է։ Հələ փակի։ Գազանություն։ Ուրեմն այս տմբուշկեն դնելու ենք ստեղ։ Իրա հետևը դնելու ենք համակարգիչը։ Հա բայց մենք ստեղ հոսանք հələ չենք քաշել, սաղ տայս ես ինչ անեմ։ Ուրեմն համակարգիչը դնելու ենք այս հետևը։ Տեղ լինում է մեր համակարգիչը, իրա վրան լինում է մեր էկրանը, այսենց։ Միացնում ենք մեր խաղային կլավիատուրան, այստեղ։
Ուրեմն ինչպես տեսնում եք, մեր դիզայներական ապրանքները դրված է, դե դիզայներականը ո՞րն է, այսինքն մեր վենտիլատորն է, որը ավորովացնում է ու նաև ինչ ռեժիմ ունի, նայեք ստե ես օփշեցի, որ այս ռեժիմ ունի այս վենտիլատորը, նայեք ստե պտտվում է։ Դնում ես։ Պտտվում արա։ Ունենք լույս, որը լուսավորում է մեր կլավիատուրան։ Խաղալուց լավ տնենք, ինչին ենք էլի կպնում։ Ունենք ամենակարևոր լուսավորությունը, որը այսօս քաշում ենք, ուստի դառնում է կլուբ։ Իսկ հիմա մեր սենյակը ինչպես տեսնում եք, կիսով չափով պատրաստ է։ Ու մնացել է ամենակարևորը՝ լուսավորության հարցը։ Այս LED-ի ամբողջ երկարությամբ ինքնակպչուն սկոչը կպցնենք ու այս LED-ը հավաքելու ենք այստեղ։ Խնդրում եմ ընկերներ, գնացեք այս ամբողջ աշխատանքը ձեր լայքով եւ բաժանորդագրությամբ։ Հենց հիմա լայքերի վիդեոն, եկեք այս վիդեոյի տակ հավաքենք 15000 լայք ու ես խոստանում եմ, որ ձեր համար կստեղծեմ մի ուրիշ թույն գաղտնի սենյակ։ Իսկ մեր նպատակը հիշեցնեմ 1 միլիոն բաժանորդնա։ Նես որ բաժանորդագրվի ալիքին մենք արդեն 555000 բաժանորդ ենք։ Այսից ավելինը արդեն անցել ենք։ Այսպես գծով հիմա ինքնակպչունը կպցնում ենք մեր լույսի վրա։ Որը շատ մեծ հույսեր ունեմ, որ այս ինքնակպչունը կպայի։ Այսպես։ Այստեղ պրծվում է լարը։ Փագենք, տենանք փոքվում է, թե չէ։ Ձեն եկավ, հա։ Էդից ձեն եկավ։ Չի ընկել, իդեալական, օրա։ Հիմա մեծ հույս ունենալով, որ ներսի համակարգիչները չեն բլվի, բերում եմ ըտե։ Հոսանքի աղբյուրը այստեղ է։ Իսկ հիմա պետք է հասկանալ աշխատում է լույսը թե չէ ու էֆեկտ տալիս է թե չէ։ Օբա, հիմա նայեք, էսի իրա սովորական գույնն է։ Հիմա որ միացնենք, որ անջատենք, աշխատում է, կարանք հանգիստ համակարգիչն է միացնենք։ Այդ հարմարավետությունները գնահատեք, լնեք, էսի կլավիատուրան է, էսի մեր լույսն է, էսի մեր վենտիլատորն է, այս բարձ, որ օրինակ համար մեջքը թողնել է, այս երկրորդ բարձ, որ եթե մեջքը թողնել է ու դու բոյով ես, սենց դնես, որ հանգիստ թեմվես։ Բարի լույս։ Ժամացույցի մասին եմ մոռացել, էլի սենյակ առանց ժամացույց։ Հոպ, ժամացույցը սիրուն է, որ մարդու աջ կողմն է։ Ուրեմն, ես իհարկե չեմ հավատում, բայց պետքա փորձենք։ Էսի կանենք կպցնենք ստե ինքնակպչունով, փորձենք մի հատի կպայի, եթե մի հատը պայի կհաստատենք ու կդառնա մի քանի հատ։ Կարևոր բա։ Բայց ժամը տեղադրված է։ Մենք տեսախցիկ պետքա տեղադրենք, որ Լիլիթը հանկարծ հենց տեղով անցնի, մենք իմանանք, որ տեղով անցնում է, սուս մնանք։ Չէ։ Լավ է, սա մի բան կմտածենք, մի վարքյան։ Նայեք ինչ ենք անում։ Ուրեմն որոշեցի, տեսախցիկը տեղադրում եմ ստեղ, նկարում եմ մեր աղբամանը, մեր գաղտնի սենյակը նկարում եմ։ Հենց Լիլիթը կողովս անցնի, ես կտեսնեմ միանգամից ուղիղ եթերով իմ հեռախոսում։ Հիմա դաժե եթե նկատի այս տեսախցիկը, ոչ չի հասկանալու, որ աղբամանն ենք հսկում։ Կմտածի օրինակի համար տարածքի համար է։ Հենց մենք ստեղ էլ տեսախցիկ ունենք, էս էլ կհսկի Լիլիթի մուտքն ու ելքը, որ հասկանանք երբ եկավ, երբ գնաց։ Ունենք սա։ Իսկ հիմա ամենակարևոր բանը՝ կմիանա մեր համակարգիչը, թե ոչ։ Միացավ։ Երևում համակարգիչը որ բացել է։ Համակարգիչը աշխատում է։ Ինտերնետ էլ ունենք, արի երթվում ամեն ինչ ունենք, ինտերնետ ունենք, համակարգիչը աշխատում է։ Մեզ մնում է ընդամենը մտնենք մեկ հակ համելյոն, կանչենք Հարութին ու խաղանք միասին պախ կվոցի։ Ռոդմիրի ժամն է։ Ընկերներ, գիտեք որ ամեն օր ես ունեմ հատուկ առանձնացված Ռադմիրի ժամ, որովհետև իմ բաժանորդները Ռադմիր խաղում սպասում են ինձ ու դու էլ կարաս միանաս իրանց ցանկին։ Նախ ասեմ Ռադմիր խաղը անվճար է։ Կա iPhone-ների համար, կա Android-ների համար եւ կա համակարգիչների համար։ Համակարգիչների համար անվանումը Ռադմիրը, իսկ հեռախոսների համար Hustle Online։ 29 GTA-ն ուղղակի ամեն ինչ այստեղ մաքսիմալ ռեալիստական է։ Մենք խաղում ենք 18-րդ սերվերում։ Երբ որ Ռադմիրը քաշեք, գրանցվելուց նշեք պարտադիր 18-րդ սերվերը, որպեսզի միանանք հենց մեզ։ Նաև Ռադմիրում ձևերը փոխվել են, որ ասում էի շուտ գրանցվեք։ Հիմա պետքա խաղալ հասնենք 5-րդ level, որպեսզի կարողանաք օգտագործել Visa promo կոդը, որը ձեզ կտա գումար, մեքենա եւ VIP բաժանորդագրություն 7 օրով։ Այդ հավատացեք թույն նվերներ է Ռադմիր խաղում։ Դե իհարկե 5-րդ level հասնելու համար գոնե պետքա նախատեսեք 30 րոպե։ Բայց վստահեցնում եմ ձեզ, որ այդ 30 րոպեն հենց ակնթարթորեն կասնեն, որ դուք չեք էլ զգա։ Ռադմիրը կարող է ներբեռնել նաև այն հողումը, որը գտնում են նկարությունների բաժնում։ Մտեք, քաշեք, միասին խաղանք։ Մի ժամ ժամանակ ունեմ։ Ուրեմն ընկերներ, մենք մեր գեյմինգ գաղտնի սենյակից զանգարել ենք պրոֆեսիոնալ գեյմերի։ Իսկ հիմա ընկերներ, բոլորդ մեկնաբանություններում գրում եք, ով ձեր կարծիքով կհաղթի՝ գեյմերը,
թե Արսենը։ Ուրեմն հենց հիմա եկի ասում ա, որ այդ ինչ որ գախնի սենյակից ուզում է մեկը կամելոն կրի, պախկվոցի ձև չկա։ Եկել է իր բլոգերով, ուղղակի իր գիտելիքներով ուզում է մեզ գեյմինգում հաղթահարի։ Մի հատ գեյմերներ կոմենտերում գրեք, որ ձև չունի։ Ուրեմն ով առաջինը պախկվում։ Ես առաջինը ման կգամ, պախկվի, զիջում եմ քեզ, ես ասպարեզում նոր ես։ Քե ես կպախկվեմ։ Քանի վայրկյան ունեմ պախկվելու համար։ 60 վայրկյան։ Ոայ քորը 60 վայրկյանով ո՞վ ասում պախկվի, որ ես պախկվեմ։ Ժամանակը գնաց Արսեն տղա։ Արսենս կենտրոնացի։ Գնացիր պախկվելու, գնացիր։ Օրես ինչ մեծ սենյակ է։ Ստե դու դժվար է ինձ գտնես։ Արա, ես ինչև ինձ գտնի։ Так, опа։ 30 վայրկյանից Արսեն տղա, ես գալիս եմ քո հետևից։ Okay, տենան կգտնես թե չես գտնի։ Էսի սենց։ Հələ մեկնաբանություն եմ բոլորը գրում եք։ Լավ եմ պախկվե։ 5 4 3 1 Շո ես պատրաստ եմ։ Դավայ, արագ, դե գտի։ Մեկ ոնց եմ պախկվե, հենա հարութը։ Հիմա նենց եմ արել, որ կամերան իրան հսկի, էլի։ Ուրա հարութը, էս հարութը։ Ուչիկ ես դառը, պատրոններս 5-ա տա, ես Էդի չես գրել, արա, էդի չես գրել հետևը։ տեյնում ես ինձ, որտե կայնեմ որ տեյնաս։ Արա չեմ տենում, հետևից շարժվում եմ, բայց լրվա ինչ, շարժվում եմ։ Էս ինչ ա գրել։ Լայք։ Լայքը հենց հիմա վիդեոն լավ ա գրել։ Ուր ես արա որ դու ինձ տեյնում ես։ Արա 5-ը պատրոն ունեմ, Օրը մնաց 4 հատ։ Խփի, դե խփի, կարաս խփի, գտի։ Արա լավ, արա։ Կոջոգելով ես թե եկե պախկվել։ 2 պատրոն։ Հələ սպասի։ Շփացրու։ Չեմ շփցնում։ 170 աչոք որն է։ Դուք տեսնում եք ամեն ինչ։ Շփցրեցինք։ Լսած ձենս։ Ստեյա։ Օրա արա չկա մտե չեմ։ Արա ես ես հավի բուդել։ Խմեն։ Արա բայց լավն էր, տեսակ, էլի լավ էր։ Հավի բուդի նման էր լրիվ դառը մեկին մեկ։ Արեսը տենեմ դու ինչ ես ընդունակ։ Եթե դու հենց հիմա բաժանորդը գրվես, ես թողում եմ Սփանկ Բոբիկը աշխարհը։ Դավայ։ Փանկ Բոբի աշխարհը տենանք Փանկ Բոբի աշխարհում ինչ ես կամ։ Եթե էսի կրես, խաղս հենց հիմա ջնջում եմ։ Հաստատ։ Գնա պախկվի։ Արա ինչ շուտ անցնում։ Ընկերներ, հուսամ հեշտեղ կպախկվի, ես արեք կգտնեմ ու կհաղթեմ։ Լիլիթից նորություն չկա։ Ոնց որ հələ չի էլ հասել։ Լավ ենք բրծել։ Всё, գտնելու ժամանակն է, 295 վայրկյան ժամանակ ունենք։ Ուրես հարութ։ Ուրես արա սկվիդ գուրդես դարե։ Թե պլանկտոն ես դարել։ Քեզ ինչ։ Արա ես ուր դե ամտե պախկվի արա։ Так, տելևիզորի մեջ չի։ Արա դու ինձ ձև չունես գտնելու։ Так, ես վեդրոյի մեջ հա մտե, ես վեդրոյի մեջ հա։ Չորս տեղել չի արա ուրա։ Պետք է խելքից տարած եմ մտնեի։ Արսեն, կենտրոնացի, պարկում ես ու պոիսկ ես տալիս։ Արա պարկելը ո՞րն էր, քնտրոլը։ Так, ուր այստեղեն։ Տեյ չեմ, արծը տեյ չեմ։ Ո՞նց ես թե չես։ Հələ դե դուրս արի այդ սենյակից։ Արա չեմ դուրս գալի 1300 միավոր է։ Արա ստեյա։ Արա ուրա։ Դու գիտեք իրա տեղը, ես չգիտեմ։ Արա ես ինչ լավ եմ պախկվել, ես մտածում էի վատ եմ պախկվել, բայց շեդևը։ Արա էսա։ Երթվա արա տեսարանա։ Արա շատ լավ են պախկվել, երթվում եմ։ Ինչպես խոստացել էի, եթե Արսենը հաղթում է, ես ջնջում եմ այս խաղը։ Բայց էսի հաղթանակ չէր, 3000 միավոր դու էի, 400 միավոր ես էի։ Հա, չջնջեմ։ Չէ, մի ջնջի։ Այո։ Ինքը փրկեց իր կաշին, երթվում 3000 միավոր, չէի տենում, արա ուրա պախկվե։ Հարութ, ապրես։ Արսենի հետևորդերին գրքում պաչում եմ։ Դե քեզ բարի ժամանց, մեզ է բարի խաղային ժամանց, հաջող։ Ձեզ է լավ ժամանց։ Այ, մերսի։ Հասակ Արսենենց բակ, հաստատ տունն է, ուրիշ տեղ չի կարա լինի։ Ավտոն էլ է հայացում։ Այսինքն ինքը տունն է ու խուսափում է ինձանից։ Եթե տուն է եղա, սպառնելու եմ իրեն։ Ուրեմն ընկերներ, ոնց որ Լիլիթը գալիս է, ես իմ Վեդրոյի տեղը տեղափոխել եմ։ Ինչ եմ տեղափոխել։ Ստեղ որ դրած էր, այս լարերը ստեղից որ քաշած էր, երևում էր որ հաստատ ստե ինչ որ մի բան են չի։ Իսկ հիմա լարերի կողքն եմ եկել, ինտերնետը դետից է միացրած, մեր հոսանքն էլ ատեղից միացրած։ Հիմա ստե ամեն ինչ իդեալական է։ Լիլիթը դաժե չի հասկանում, որ այս Վեդրոյի մեջ ինչ որ մեկը կարա լինի։ Ես եմ։ Էլենայք ստես լույսի ներքո, արևը ամբողջովին գնացել է, կորել է, ես ուղղակի վայելում եմ այս լույսի ներքո իմ գիշերակացը։ Այս լույսի էֆեկտով ժամի գույնը նայեք ինչա դարել։ Սենց ասեմ դուրսը նես ցուրտես վենտիլատորի կարիքը հիմա չեմ էլ զգում, բայց թող փչի ինքը ցիրկուլյացիա է էլի անում։ Նաև ընկերներ, էլ ինչ խաղ առանց չիպսոն։ Արա այս չիպսոնը չի թողում դու անգամ տեղից շարժվես գնաս ինչ որ ուրիշ տեղ։ Չիպսոնը վայելում ես, ոչ հացի կարիք ես զգում։
Համել էմոցիա ես ապրում, նայեք 1 թիվը հանեցի։ 1-ից 9 թվերը ընկերներ հավաքում եք ու շահում եք PlayStation 5։ 15 հաջողը արդեն շահել են իրենց PlayStation-ները։ Ժամանակը քոնն է։ Բոլոր սուպերմարկետներում հասանելի է։ Մեկը հենց հիմա գնամ խանութից խորովածի համը ու փորձի, որտեվ համը փոխել ենք, դարերը ուղղակի գազանություն։ Չես փոշմանի։ Ու կարծիքը դրի մեկնաբանություններում փոխվել է, լավացել է։ Ավելի լավն է։ Լիլիթը արդեն ստեղը ընկերներ, ովելին ասեմ բարձրացավ տուն։ Հեսա որ հասկացավ ինքը ես տունը չեմ, այդ ժամանակ իջնել վրա սա հայաթնայի։ Ու եթե բացես աղբամանը, ես պոլիտ կլինեմ։ Հիմա դատար կա, մարդ չկա։ Ուշադիր ենք լինում տեսախցիկին, խնդրում եմ Լիլի ջան, այս աղբամանը չստուգես։ Չկա Արսենը, ուրա կորել է տղեն։ Այսօր շատ կարևոր օր էր, պետք է գնանք իրար հետ շոփինգի։ Թողես մենակ թռնի։ Սոխպամանը երբ եմ բերել ստեղ։ Ասում ես աղբամանը երբ են բերել դրել։ Ստեղ իրարանց։ Կողո ավտոյի մեջ է քնած քո կարծիքով։ Հա? Գնանք նայենք։ Նա ինչ եմ անելու դրա գլխին, եթե ինքը ավտոյի մեջ քնած եղավ։ Գնաց երդվում գնաց։ Դենաս ուրա գնաց է, հալստեղ նայք։ Դե երդվում, կարող է հետգամ, որ հետգա խայտերը պիլում։ Ես պատկերացնում եմ իրավիճակը, եթե հանկարծ ավտոյի մեջ եղավ, ապակին ջարդելու եմ մտնեմ ներս։ Գիտես խեմ Պոլին նայում, կարող գետնի տակ անցել։ Չկա, ես գնացի։ Կարևոր է չկա, ստեղա։ Հիմա որ գնաց, ես պրսնում եմ շոփինգից։ Միսիան համարվում ենք կատարված։ Ես չգնաց այսօր շոփինգի, վերջապես ժամանակ կունենամ, որ համ մենք նկարման չենք, համ էլ խաղ եմ խաղում։ Всё, այս սենյակը ինձ փրկեց։ Եթե ասում եմ ցանկանում եք նորից գախնի սենյակ պատրաստենք, ուրեմն պետք է հավաքեք 15000 լեկ։ Իսկ այսքանով մենք ավարտում ենք, որովհետև ես նստում եմ խաղալու, այս ժամանակ չունեմ նկարման։ Կներեք, հաջողություն, ցտեսություն կհանդիպենք։ Հա, մեկ է խոստանում եմ, Լիլիթին ցույց կտամ այս գախնի սենյակը, ամել կտեսնենք իր արձագանքը։ Այդ ամեն ինչը կդիտեք շորթով։ Երևի արդեն դիտել եք, բայց հիմա չէ։ Հիմա խաղալու ժամանակն է։ Պակա։